24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Հայաքվե միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը։ Բարև ձեզ, պարոն Քերոբյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը սկսել է կրկին Facebook-յան ակտիվ գրառումներ իրականացնել եւ վերջին գրառումը բավականին վտանգավոր գրառում է, նա մասնավորապես անդրադառնալով առաջին նախագահին ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը ով եւ ինչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմաթայի հռչակագրի ընդունումից եւ ավերացումից հետո Հայաստանի Հանրապետության 18 տարեկան զինվորներին տեղակայել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Ինչ նպատակ ունի այս հայտարարությունը, այսինքն մեղադրում է, որ Արցախի համար գնացել կռվել են։ Դե ընդհանրապես ասած վարչախմբի ղեկավարի հայտարարությունն պետք է նայել արդեն իրավաբանական եւ իրավագիտության տեսանկյունից։ Նա այսպես մեր սահմանադրության արդեն հոդվածներին հակառակ գործողություններ անում, մասնավորապես ասենք գիտենք, որ սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն պետական պաշտոնյաները իրավունք ունեն կատարել միայն այն գործողությունները եւ պետական կառավարման մարմինները, որի համար ուղիղ կերպով լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ընկերներից մեկը այս վերջերս մի գրառում էր մեջ բերել իրավաբանների, որում մանրամասն հետազոտված էր, թե ինչքան եւ ինչով են խախտում սահմանադրության հոդվածները եւ օրենքները այսօրվա պաշտոնյաները։ Եվ բանից պարզվում է իհարկե, որ օրինակ չի կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր լիազորություններից դուրս հանրային խոսքով հանդես գալ։ Դրա հետ կապված նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որի այսպես ձեռնարկով, ուղեցույցով պետք է առաջնորդեն նաև պաշտոնյաները իրենց նաև հանրային խոսքում, այդտեղ կա մի կետ հենց հանրային խոսքի մասին, եւ ուղիղ կերպով այնտեղ մատնանշվում է, թե ինչ կարող են ասել եւ ինչ չեն կարող ասել պետական պաշտոնները, մասնավորապես եւ նամանավանդ իրենց սոցիալական այսպես շփումների մեջ, սոցիալական ցանցերում, եւ նաեւ կա եվրոպական դատարանների կամ եվրոպական այսպես խարտիաներով հաստատված կամ կողմնորոշված վարքագծի կանոններ, որով հաստատվում է, ասենք, որ պետական պաշտոնները իրենց հանրային բարձր դիրքի շնորհիվ իրենց հանրային խոսքը ավելի ազդեցիկ եւ ազդու է եւ կան որոշակի սահմանափակումներ, որոնցով պետք է նրանք առաջնորդվեն կամ որոնց շրջանակներում պետք է իրենց հանրային խոսքը ձևակերպեն։ Իսկ նպատակը այս հայտարարության։ Այս հայտարարության նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը խախտելն է։ Իսկն այն ամեն ինչը, ինչով որ մենք այսօր առաջնորդվում ենք մեր կյանքում, մեզից պահանջում են, չէ՞ որ հարգենք եւ օրենքները եւ սահմանադրությունը եւ օրենքների կամ սահմանադրության խախտման համար հասարակ քաղաքացիներին պատասխանատվության են, չէ՞ կանչում։ Ես մի վիճակագրություն կարող եմ բերել, որ միայն վերջի 7 տարում 100,000-ից ավելի քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այսօր 200,000-ից ավել քաղաքացի քրեական հետապնդման է ենթարկվում, որից 100,000-ը վերջի 7 տարիների ընթացքում է ավելացել։ Եվ այս համընդհանուր քրեական հետապնդման միջավայրում մթնոլորտում այսօր մեր պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս այնպիսի վարքագիծ, այնպիսի հայտարարություններ, որ ուղիղ կերպով խախտում են սահմանադրությունը եւ օրենքները։ Եվ այն ինչի մասին որ խոսում են, որ չկա կոռուպցիա, համատարած կոռուպցիա եւ այլն, համակարգային կոռուպցիա, այ հենց այս անպատժելիությունը պետական պաշտոնյաների իրենց հանրային խոսքում, հանրային խոսքով եւ վարքագծով ուղիղ կերպով խախտելով սահմանադրությունը եւ օրենքները եւ դրա համար չպատժվելով ցույց է տալիս, որ կա համակարգային կոռուպցիա։ Կոռուպցիան մենակ փողով եւ կաշառքով չէ։ Կոռուպցիան իրենց պաշտոնեական դիրքը սեփական կամ նեխմբային շահերի համար օգտագործելն է, որով սրանք համատարած զբաղված են։ Բայց այստեղ քաղաքական հայտարարություն կա, նա մեղադրում է առաջին նախագահին, որ Ալմաթայի հռչակագրի ընդունումից հետո զինվորներ է տեղակայել Հայաստանի տարածքից դուրս, այսինքն ըստ իր տրամաբանության չպետք է Արցախի համար կռվեին։ Այս դեպքում ինչ որ իր տղան պատերազմին մասնակցում եւ բանակում ծառայել, իր կինը ինչ որ ջոկատ կազմում գնում, այսինքն ինչ նպատակ կա այս ամեն ինչում։ Դե արդեն ասացի, հենց Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը խախտելն է։ Ալմաթայի հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանից բացի ոչ մեկ չի հիշում։ Ոչ ոք։ Եվ այն ինչ որ այսօր մատնաշում են նաեւ են իբր թե նախաստորագրված Բայց նա ոչորոշ եղավ Ալմաթայի հռչակագիրը խաստորեն։ Ոչորոշ, բայց Փաշինյանի օրոք այդպես բանակցային գործընթացում Այո, եւ դրանով հենց խախտվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը։ Փաշինյանը իր վրա վերցրել է այդ հանձնարարությունը վերացնել հայկական պետություն պետականությունը։
Եվ այսօր բոլոր գործողությունները, ես արդեն նշեցի, նաև ինչ գործողություններով, նա խախտելով սահմանությունը եւ դրա համար պատասխանատվության չկանչվելով, խարխլում է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը։ Եվ դա իրականում արվում է շատ այսպես հեռատես, հեռահար նպատակով։ Տեսեք, հաջորդ իշխանությունների համար սրանք անհաղթահարելի խնդիրներ են փորձում ստեղծել։ Այնպիսի խնդիրներ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը որ կուզենա հայտ ներկայացնել իշխանություն վերցնելու, երկար ծանրու թեթևանի, թե ինչի տակ է մտնում։ Հա, մենք այսօր ունենք ինչ ունենք այսօր, ունենք սահմանադրական ճգնաժամ Հայաստանում։ Այն ամեն ինչ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, քաղաքագիտական տեսանկյունից սահմանադրական ճգնաժամ է։ Օրենքները, սահմանությամբ եւ օրենքներով ձևավորված պետական մարմինները եւ պաշտոնները իրենց լիազորությունը չեն ի վիճակի չեն իրականացնել։ Եվ դա մենք տեսնում ենք համատարած, հա, այսինքն օրինակ իրավապահ համակարգը, որ պետք է երկրում իրավական վիճակ ապահովի, հա, օրինական վիճակ ապահովի, իրավապահ համակարգը ինքն է լծված օրենքներ խախտելով, հա, համատարած տեսնում ենք։ Օրինակ Փարաքարի վերջին դեպքում մենք տեսանք, որ փաստորեն չկանխվեց այդ որովհետև կար կանխատեսում էր, որ զարգացում է լինելու։ Տեսեք, կանխել ամեն ինչ իհարկե հնարավոր չէ, հա, եւ այն ինչ որ ասում է այսօր ասում է արտադրության նախարար կամ նման մի պաշտոնյա, որ պետությունը չի կարող կանխել բոլոր հանցագործությունները, պետությունը չպետք է կանխի հանցագործություններ, պետությունը պետք է ստեղծի օրինական, օրինապահ իրավիճակ մթնոլորտ, որում քաղաքացին կամ ասենք այն մարդը, որը որ վերջի միջոցի է դիմում քաղաքական կամ անձնական հակառակորդին ֆիզիկապես վերացնելուն, չգնա այդ քայլին, որովհետև գիտեք, դա կարող է նաև իր նկատմամբ անդառնալ, իր մասով անդառնալի հետևանքների բերի, հա, կամ իրավական, քրեական պատասխանատվության կամ հակառակ արդեն վրեժի։ Եվ պետությունը պետք է ստեղծի այնպիսի վիճակ, որ իրավական եւ դատական համակարգի նկատմամբ վստահություն լինի։ Այնպիսի վիճակ, որ հասարակ քաղաքացին համոզված լինի, որ հանցագործությունը պատժվում է։ Տեսեք, 23 Փարաքարի դեպքը այլ էր, ամիսներ առաջ էր եղել այդ կռիվը, սպանություններ եղել եւ կանխատեսումներ կա, որ դա զարգացում է ունենալու եւ փաստորեն այս ամեն ինչը տեղի կարող է չունենալ, եթե հսկողությունը ուժեղ լիներ եւ մատրի արանքով չնայեին։ Դե դրա համար ասենք օրինակ այն մարդկանց, ովքեր գտնվում են այդպիսի վիճակում, պետական պահպանության ծառայությունը, որը գիտենք այսօր համարյա կարելի ասել Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնազորն է դարել, ինքը պետք է հետևեր դրան եւ համայնքի ղեկավարին, ընդ որում այսպես գայուն վիճակում գտնվող համայնքի ղեկավարին պահպանություն հատկացներ։ Հա, եթե ասում են կանխել, ապա կանխելը պետք է լիներ այդ ձևով։ Կանխելը չես կարող գնաս բոլոր զենք ունեցողներին հաշվառես, դա էլ չեն անում, անօրինական կամ ապօրինի զենքի հետևից դա չեն անում։ Ասում են, որ 44-օրյա պատերազմից հետո դա մեծ խնդիր է դարձել։ Իհարկե մեծ խնդիր է եւ ես ինքս, ասենք, երբ որ վերադառնում եմ պատերազմից, հա, չնայած իմ զինակից ընկերներին այսպես անձնական իրերը նույնիսկ թափ եմ տվել, որպեսզի նույնիսկ մի գրակած պարկուճ հետ չբերեն, բայց ականատես եմ եղել, թե ինչ անփութությամբ էին, ասենք, անցակետերում ստուգում մեքենաները եւ անձնական իրերը։ Դες ականատես եմ եղել, թե ինչպես մեզ կանգնացնելուց առաջ մեկ այլ մեքենա առանց կանգնելու անցավ։ Հա, եւ այս իրավիճակում ընդհանրապես զարմանալի չի, որ մարդկանց ձեռքը կա լիքը ապօրինի անօրինական զենք, բայց դրա փոխարեն ինչ են անում, դրա փոխարեն օրինական զենք ունեցողների հետևից են ընկել, այս վերջերս ընկերներից մեկի մոտից սպորտային փամփուշտներ էին հայտնաբերել եւ դրա համար տարան քաշքշեցին, տարան բերեցին, բայց մարդը օրինական հրահանգիչ է, հա, հրաձգության հրահանգիչ։ Դրա փոխարեն, ասենք, այդ մարդկանց հետևից են ընկել, այդ մարդկանց են քաշքշում, բայց ապօրինի զենքի հետևից, չգիտեմ, հիմա կպարզվի օրինակ, որ այս զենքը, որը որ կրակել են, ինչ որ կարող է նույնիսկ շատ վաղուց, ասենք, հետախուզման մեջ էր գտնում, բայց լիքը մարդկանց ձեռքը կա ապօրինի զենք։ Հա, եւ այդ ապօրինի զենքը համոզված եմ տեղն էլ գիտեն, ով է դրանով զբաղված, եթե ինչու չեն բացահայտում։ Դե ոնց որ չեն բացահայտում ապօրինի թմրանյութերի հաստատ պատերազմից 5 տարի անցել է։ Այդ նույն ձև ոնց որ չեն բացահայտում ապօրինի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։ Շատ լավ գիտենք, որ համատարած չեն կարողանում, թե այլ հարցեր կան։ Խնդիր չի դրված։
Խնդիր չի դրված, համոզված եմ, որ խնդիր չի դրված։ Խոսում են Դե գնացեք տեսեք, ամեն օր գնացեք տեսեք, կառավարությանիստերին։ Ամեն օր գնացեք տեսեք Հանրապետության հրապարակի կողքը, ինչքան ոստիկան պարապ-սարապ թրև են գալիս։ Մեքենաների մեջ քնած են, հա, չգիտեմ, զբոսնում են, համատարած կարելի տեսնել, ասենք ոստիկանության զորքերի համազգեստով ինչ որ մեկը կանգնած, ասենք ժամերով կարող է հեռախոսով խոսելուց լինի, եւ դրա համար մենք հարկատունես վճարում ենք։ Հա, մենք վճարում ենք մարդկանց պարապության համար, բայց այդ պարապությունը մի կողմից ասենք ուղղված է խիստ որոշակի անձանց պահպանության, երբ որ դա պետք լինի, մյուս կողմից տեսնում ենք, որ հանցագործությունների քանակը ոչ միայն չի նվազում, այլ դրանք դառնում են ավելի սահմռկեցուցիչ, ծանր հանցագործությունները ավելանում են, համարյա ամեն օր դանակալություն, սպանություն։ Իդեպ ասում են միշտ էլ այդպես է եղել։ Երեք երբ այդ հարցը տրվում էր, ասում էր նախկինում էր այդպես եւ մի ասեք, թե մեր ժամանակ կրիմինալ ծախում է։ Դե սուտ են ասում, բայց հիմա նախկինից եկած բարքերի հետևանքի է։ Հիմիկվա համար ախր իրենք են պատասխանատու։ Հիմիկվա համար ախր իրենք են պատասխանատու։ Եվ չի կարելի 20 կամ 30 տարի առաջ տեղի ունեցածով արդարացնել այսօրվա իրավիճակը, այսօրվա անգործությունը։ Հնարավոր չէ։ Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մասին, որը իր ռազմավարական ամենելիքն է նա համարում, դա 4-րդ հանրապետության ստեղծումն է, ինչ նպատակ ունի այս ամեն ինչը, որքանով դա նրան կհաջողվի եւ ինչ իմաստ կա այս ամենի մեջ, որովհետեւ մենք բացատրություն փորձեցինք իրենից ճշտել, նա աստվածաբանական բացատրություններ է տալիս, ասում է հին գինին նոր տիկերի մեջ պետք է լցնել եւ ոչ թե հին գինին հին տիկերի մեջ եւ այլն, այսինքն ուզում է ասել, որ խաղաղությունը հաստատված է եւ նախորդ 3-րդ հանրապետությունը անընդհատ խնդիրներ է ունեցել հայ-ադրբեջանական կռիվներ են եղել եւ հիմա վերջապես այդ խաղաղությունը հաստատված է եւ դա է հրամայականը, որ պետք է 4-րդ հանրապետությունը ստեղծվի։ Դե տեսեք, էլի այս սրան ամեն ինչը պետք է մոտենալ այն հարցին, որ յուրաքանչյուր պահի սուտ են խոսում եւ հաջորդ պահին ավելի մեծ սուտով փորձում են նախորդ սուտը արդարացնել կամ նախորդ սուտը բարձր կամ բարձրաբանել։ Արդեն ասացի, որ այսօրվա վարչախումբը, այսօրվա իշխող քաղաքական ուժը ամբողջությամբ լծված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը քանդելու։ Հա, եւ այդ բոլոր հայտարարությունները դրան են տանում։ Այն ինչ որ ասվում է իրենց կողմից, նախ դրա սահմանադրական իրավունքը չունեն։ Հա, իրավունք չունեն հայտարարել սահմանադրական կարգ փոխելու մտադրության մասին։ Դա արդեն պատժելի արարք է, քրեորեն պատժելի արարք է։ Հա, եթե դու մտադրություն ես հայտարարում սահմանադրական կարգ փոխելու մասին, դու պետք է հետապնդվես հենց դրա համար։ Եթե այդ կարգը փոխելու հանրային պահանջը չկա, ավելին այդ հանրային պահանջը չի ձևակերպված, ասենք ժողովրդական շարժումներով, չգիտեմ, ինչով ասես, հա, ապա դու իրավունք չունես դրա մասին նույնիսկ բացահայտ հայտարարել։ Եթե նույնիսկ դրա մտադրություն ունես։ Այսինքն եթե անգամ 4 հանրապետություն ես ուզում ստեղծել, պետք է ունենա ժողովրդի քվեն։ Ավելին իշխանություն լինելով հանդերձ, հա, եթե դու իշխանություն ես եւ դրա մասին ես խոսում, դա արդեն իշխանության ուզուրպացիա է։ Հա, իշխանության յուրացում է ավելին, քան լիազորված ես սահմանադրությամբ եւ օրենքներով։ Սահմանադրությունը չի լիազորում իշխանություն զբաղեցնող քաղաքական ուժին ավելի մեծ իշխանություն, քան օրենքով իրեն հասնում է։ Իսկ օրենքով իրենց ինչ է հասնում։ Օրենքով իրենց հասնում է, օրինակ, նույն սահմանադրությունը, որ բացենք, հա, կառավարությունը պարտավոր է գործել իր մշակած ծրագրի շրջանակներում։ Իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը պետք է իր մշակած ծրագրի շրջանակներում իրականացնի։ Այսօր եթե բացենք կառավարության ծրագիրը 21-26 թվականների համար, որը ազգային ժողովում պետք է բերեն հաստատեն, նոր դրանից հետո դառնում են օրինական կառավարություն, այդ ծրագրի ոչ մի դրույթը չեն փորձել կատարել։ Ոչ մի դրույթը, այն հիմնական դրույթները, որով իրենք ստացել են ընտրվել են իշխանություն, հա, այդ ծրագրի ոչ մի դրույթը չեն փորձել կատարել։ Հիմնական ես կուզեմ հիշեցնել, հա, ասենք որոշ դրույթներ։ Դա առաջնային հենց Արցախի հետ կապված։ Արցախի հետ կապված, այո։ Հա, ընդ որում պետք է հիշեցնենք, հա, 21 թվականի հունիսին տեղի ունեցան նախորդ խորհրդարանական ընտրությունները մեր ծանր կորուստներից հետո, հա, եւ երբ էլի պետք է հիշեցնեմ, որ հակասահմանարական գործողությունների արդյունքում, եթե Ալմատիի հռչակագիրը, ասենք, վկայակոչում, չես կարող Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ համաձայնության գաս։ Հայաստանի Հանրապետությանն, ասենք, այն Հայաստանի Հանրապետությունի նկատի ունենք, որը պարփակված է ՀԽՍՀ վարչական սահմաններով, հա, Ալմատիի հռչակագիրը վկայակոչում։ Ինչի հիման վրա էս այդ դեպքում
ասենք Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների մասին խոսում։ Ժամկետ պայմանավորում դրանք ազատելու կամ դրանք Ադրբեջանի տիրապետությանը հանձնելու մասին։ Այսինքն, ինչպես մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ինքը առաջին հերթին դրանում մեղավոր է, այո։ Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց սահմանադրություն փոխելու մասին, բայց ասում է, որ դա արվելու է փաստորեն, երբ որ ինքը վերընտրվի դրանից հետո։ Որքանով է հնարավոր, որ այդ սահմանադրության նոր քվե կտա ժողովուրդը եւ ինչու որոշվեց, որ ընտրություններից հետո պետք է արվի։ Դե տեսեք, էլի այստեղ ստերի հետ գործ ունենք, հա։ Փորձում են բացատրել կամ արդարանալ, որ սա չի արվում Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջներով։ Բայց մենք ասում հեղափոխությունից հետո ուզում ենք դա անել։ Չեն արել, չէ՞։ Փաստ է, որ չեն արել։ Փաստ է, որ Եվ հռչակագրի մասին առհասարակ չի խոսվել երբևէ։ Փաստը այն է, որ այո, փաստը այն է, որ այսպես կոչված հեղափոխությունից, բայց իրականում դա իշխանափոխանցում էր, հա, մենք դրա մասին խոսել ենք, չի լինում այնպիսի հեղափոխություն, որ ասենք նախորդ ռեժիմի առաջնորդը հետապնդման չենթարկվի, հանգիստ ապրի երկրում։ Այդպիսի հեղափոխություն չի լինում։ Իսկ այս սրանով միայն ինչու՞ չհետապնդում քրեական գործեր է հարուցված։ Ինչպիսի քրեական գործեր, եկեք բանենք, հա։ Այդ մի քրեական գործը 500 միլիոն դրամանոց դիզելի գործով, դիզվառլիկի գործով քրեական գործ է։ Գնաց տապալվեց, էլի քրեական գործեր կներ, էլի գնան կտապալվեն, մանավանդ գիտենք, թե այսօր ասենք քնչական մարմինները ինչ անպուտությամբ են գործում, իրենք գիտեն մենակ մի բան, հա, անել գործ կարել եւ այնպիսի գործ կարել, որ ասենք հասարակ քաղաքացուն կարողանան ինչ-որ մի բան գլխին շինեն։ Բայց վերադառնանք սահմանադրության հարցին, հա։ Հիմա տեսեք, արդեն խոսում է ոչ թե սահմանադրության փոփոխությունների մասին, այլ նոր սահմանադրության մասին։ Ինչու՞, որովհետեւ սահմանադրությամբ ամրագրված է, որ սահմանադրության որոշ գլուխներ անփոփոխ են։ Հա, նախաբանը անփոփոխ է։ Այսինքն չի կարող նաև այդ եզրակացությունը ես համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների բարեփոխումների, այսպես կոչված հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է, արդեն հասկացել են, որ հնարավոր չէ սահմանադրական այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ անփոփոխ գլուխները փոխեն, իսկ գիտենք, որ Ադրբեջանի պահանջները այդ անփոփոխ գլուխները փոխելն է, այսինքն դրա համար սահմանադրությունը չեն փոխում, մենք նոր սահմանադրություն ենք ընդունում։ Եվ դրանով իսկ հիմնավորվում է, որ սա արվում է Ադրբեջանի պահանջով։ Այդ նոր սահմանադրությունը արվում է Ադրբեջանի պահանջով։ Այդ պահանջը հստակ կերպով արտահայտվել է, այդ պահանջը ոչ միայն այսօր սահմանադրության մասով է արտահայտվելու, այլ ազգային խորհրդանիշերի մասով է արտահայտվելու, պետական խորհրդանիշերի եւ այլն եւ այլն։ Գաղ կպահանջեմ, որ մեր երագույնը չլինի, որովհետեւ այդ երագույնը նշան է, ասենք 18-20 թվականներում մեր 1918-20 թվականներում մեր ազատամարտի, մեր հաղթանակների թուրք նվաճողների նկատմամբ։ Այ բոլոր խորհրդանիշները, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի ազգային ազատական պայքարը, դրանից փորձելու են հրաժարվել, որովհետև դա են պահանջում մեր ողերիմ հարևանները։ Եվ մենք չենք կարող այսպես թույլ տալ, մենք եսի նկատի ունեմ հայ ազգը, հա, հայ այն ազգի այն մասը, ժողովրդի այն մասը, որին հայ է համարում եւ համարում է հայ ինքնության կրող։ Իսկ մենք պետք է հասկանանք, որ թուրքերը նաև հայկական ինքնության հետևից են եկել, չեն եկել մենակ ավետիքին կամ հերվիներին մորթելու, հա, հայկական ինքնությունը, հայկականության հետևից են եկել։ Եվ այն ամենը, ինչ որ կատարվում է այսօր, իրար վրա գցելով, մեկ թուրքերը ասում են, որ Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունը կարգավորի առանց նախապայմանների, այն էլ կգնա, բայց պարզ է, հա, որ արդեն այդ մի նախապայմանը կա, առնվազն այդ նախապայմանը կա։ Ցեղասպանության պահանջատիրությունը պետք է հասկանանք, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետություն կոչվածը ձևավորվել է հայ ժողովրդի եւ Օսմանյան կայսրության տարածքում ապրող այլ ժողովուրդների ցեղասպանության հետևանքով։ Հա, ոչնչացրել են այսպես ազգային փոքրամասնությունները եւ դարձել են դոմինանտ ազգ։ Ընդ որում պետք է ասեմ, որ օսմանները, հա, 1915 թվականին եթե մեծամասնություն էին կազմում, ապա չնչին էր մեծամասնությունը։ Հա, իրենք առավելագույնը 60% են կազմել բնակչության այն ժամանակ։ Եվ ցեղասպանության պահանջատիրությունից շատ հմուտ կերպով կարողացել են մեր հայ ազգի ուշադրությունը շեղել Արցախյան այսպես պայքարի պատերազմի ուղղությամբ, ընդ որում պետք է ասել, որ ազդեցության գործակալները այն ժամանակ էլ կարողացել են, ես նկատի ունեմ 90-ականների այսպես ժամանակաշրջանը, երբ մենք բոլոր իրավունքները ունեինք հենց հաղթողի իրավունքով, հա, եւ բնիկ ժողովրդի իրավունքով Հայաստանի
իրավազորությունը տարածել ազատագրված տարածքների եւ Արցախի վրա, բայց չգիտես ինչի, այսպես նեղ խմբային շահերը եւ ազդեցության գործակալների միջոցով կարողացան անել հասնել նրան, որ հռչակվեց Արցախի անկախ հանրապետություն, երկու պետություն, այսպես խառնաշփոթ վիճակ։ Տեսեք այսօր Իսրայելը ինչ է անում, հա? Իսրայելը սահմանադրություն չի ընդունել միայն մի պատճառով, որովհետեւ համարում է, որ այն հողերը, որը որ գտնվում են իրենց տիրապետության տակ, բավարար չեն իրենց անվտանգությունը ապահովելու համար, բավարար չեն իրենց ժողովրդի այսպես կենսական զարգացումը ապահովելու, բնականոն զարգացումը ապահովելու համար եւ ինչ են անում։ Հարևաններից այնքան հող են գրավել, դու շարունակում են գրավել։ Հա, Պաղեստինի պետություն չեն ճանաչում, չնայած Պաղեստինի պետությունը ճանաչված է։ Այո, բայց իրենք չեն ճանաչում եւ դրա հետ միասին անում են ցեղասպան գործողություններ։ ՄԱԿ-ի հատուկ հանձնախումբը կազմված հենց Պաղեստինի հարցով արձանագրել է, որ Իսրայելը իրականացնում է ցեղասպան գործողություններ։ Ինչ ենք տեսնում, բացարձակ անտարբեր են դրա նկատմամբ, որովհետև թղթի վրա ձևակերպել են իրենց ազգային շահերը։ Թղթի վրա գրել են, որ պետք է հարևաններից բոլորից միասին վերցված ուժեղ լինել, որպեսզի կարողանան գոյատևել այդ երկրում։ Երբ Խորհրդային Միությունը փորձարկեց իր ատոմային ռումբը, իրենք էլ որոշեցին, որ պետք է իրենք էլ ունենան աշխարհի ուժեղների հետ հավասարի հետ խոսելու։ Իսկ մենք ինչ ենք անում այսօր, մենք անում ենք լրիվ հակառակը։ Մեր պետության իշխանությունը, հա, անում է լրիվ հակառակը։ Թուլացնում է մեր դիմակայունությունը, դիմադրողականությունը, խարխլում է մեր հիմքերը։ Եթե սահմանությունը այսօր ինչքան էլ որ թերություններ ունի, ասենք ես ինքս համաձայն չեմ պետական կառավարման կարգի հետ, հա, իմ նկատառումներ ունեմ, բայց ամեն դեպքում դա այն հիմքն է, որի շուրջ մենք կարող ենք նստել խոսել։ Մեր խոսակցության լեզուն այնտեղ նույնիսկ լեզուն է, հա, սահմանված, որ հայերենն է, պետական եւ պաշտոնական լեզուն։ Բայց եթե դա չլինի, ոչ չեմ ասել լավ, թուրքերեն էլ թող լինի, կամ ադրբեջանը ավելի վատ, ադրբեջանն էլ թող լինի պաշտոնական գրագործության լեզու։ Եթե մենք գնանք այդ ուղղությամբ, հա, կհանեն այդպիսի հոդվածներ էլ։ Պաշտոնական լեզուն հայերեն այդ հոդվածը կվերանա, եթե գնանք նոր սահմանության ուղղությամբ։ Դե ժողովուրդը պետք է ընտրի, թող չընտրի, ասում է, եթե այդպես է։ Ժողովուրդը իր ձայնը, իր քվեն պետք է տա։ Դե հաշվի առնելով նաև որ մտադրություն ունեն եւ թե ինչ գործողություններ են արել, օրինակ ընտրական համակարգը սեփականաշնորհելու ուղղությամբ, գիտենք որ ասենք այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների մեծ մասը քաղաքապայմանագիր կուսակցության անդամներ են եղել կամ են, հա, ապա պարզ է դառնում, որ ընտրություններ կեղծելու առաջ էլ չեն կանգնելու, կկեղծեն ոչ միայն ընտրությունը, կկեղծեն նաև համանadrական հանրակրվե։ Դրա առաջ չեն կանգնելու, որովհետև պարզ հայտարարել են, որ գնալու են համանadrական մեծամասնություն կազմելու ուղղությամբ, որը իմիջիայլոց հակաժողովրդավարական է, իսկ մենք պետք է նայենք նաև այն տեսանկյունից, որ այսօրվա իշխանությունը չնայած հայտարարում են ժողովրդավարություն ամեն անկյունում, հա, բայց իրենք հակաժողովրդավարական են։ Իրենք դեմ են նրան, որպեսզի ունենան առողջ ընդդիմություն, դեմ են նրան, որ ունենան իշխանության ուժերի միջև, իշխանության թևերի միջև հավասարակշռման մեխանիզմներ, կողմ են նրան, որ սեփականաշնորհել են քաղաքական համակարգը, գործադիր իշխանությունը, դատական իշխանությունը եւ ամեն ինչ անում են այն ուղղությամբ, որպեսզի ազատ խոսքը ընդհանրապես չհնչի։ ԶԼՄ-ների նկատմամբ, գիտեք, հարյուրավոր հայցեր կան դատարաններում, դա ոչ այլ ինչ է, քան նաև 4-րդ իշխանության ճնշում։ Նաև խոսենք այն մասին, որ իշխանությունը շատ վստահորեն ասում է, որ նոր իրողություն է անվտանգային հաստատվել Հայաստանում, այլևս խաղաղություն է, եւ պարզ դարձավ այսօր, որ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի պաշտպանության նախարարությանը հատկացվելու է 563 միլիարդ դրամ, 2025 թվականին պաշտպանական բյուջեն 664 միլիարդ դրամ է։ Կառավարությունը հաջորդ տարի պաշտպանական ոլորտի համար այս տարվա համեմատ նախատեսել է 101.5 միլիարդ դրամով պակաս ֆինանսավորում։ Ինչ բացատրություն ունի, ասում են, որ նախորդ ծախսերը չեն կատարել կամ ամբողջապես չի կատարվել եւ հիմա պետք է շարունակություն լինի, դրա համար էլ ավելացումներ չի արվում։ Դե էլի գործ ունենք հերթական ստախոսության հետ, որովհետեւ եթե շարունակենք վկայակոչել վարչախմբի այս կամ այն ներկայացուցիչի հայտարարությունները, իրենք դեռ մի ամիս առաջ ասում էին, որ պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացում չի լինելու կամ ավելացում ընդհանրապես չի լինելու։ Հիմա գործ ունենք կտրուկ նվազեցման հետ։
հա, համարյա 20%-ով նվազեցվում է։ Այսինքն ոչ միայն չի ավելացվում, ոչ միայն չի ավելացվում, ոչ թե չի ավելացվում, այլ նվազեցվում է եւ կտրուկ է նվազեցվում։ Եվ այստեղ տեղի ունենում իհարկե հասկացությունների ներգափոխում։ Խաղաղությունը իրավիճակ է, խաղաղությունը դա վիճակ է, բայց այսօրվա վարչախումբը դա փորձում է ներկայացնել որպես գործոն, անվտանգության ապահովման գործոն, հակառակ անվտանգություն է ապահովում խաղաղություն։ Բայց անվտանգության համակարգ ստեղծելու զարգացնելու փոխարեն, հա, այսօրվա իշխանությունը զբաղված է պատերազմի շանտաժով, իրականում պատերազմի շանտաժով ժողովրդին վախեցնելով, խաղաղության մասին չէ իրենց խոսքը։ Իրենց խոսքը պատերազմով շանտաժ անելն է։ Եվ բառացիորեն կարող եմ կրկնել, եթե չլինի խաղաղություն, ապա կլինի պատերազմ, եթե չլինենք մենք իշխանության, ապա կլինի պատերազմ եւ բոլոր ընդդիմադիրներին պիտակում են որպես ռևանշիստներ, պատերազմի այսպես արծիվներ, բազեներ, որ դուք չեք ուզում խաղաղություն, ուզում եք պատերազմ, Հայաստանի բնակչությունը բաժանել են կաստաների, ռասաների, դիմում են կամ կոչում են մայրերին, որ ձեր տղաները այլևս չեն գնալու բանակ եւ զոհվեն։ Եվ ասում են դա մայրերի պահանջն է նաեւ, այդպես է ներկայացնում։ Սուտ է։ Ցանկացած մայր, ցանկացած ծնող, որը հայ է, իրեն համարում եւ մեծացնում է զավակ, տղա զավակել չեմ ասում, հա, մեծացնում է զավակ Հայաստանի հողի վրա, հայրենի հողի վրա, ինքը ներքուստ ընդունում է պարտավորությունը, ստանձնում է պարտավորությունը իր օրենքով սահմանված պարտականությունները, պարտքը չէ, էլի, պարտականությունները հայրենիքի պաշտպանության համար իրականացնել։ Մենք մեզ փորձում են զրկել ոչ միայն այդ պարտավորությունից, մեզ փորձում են զրկել նաև լիազորությունից, իրավունքից։ Պարտականությունների հետ է գալիս իրավունքները եւ հակառակ իրավունքների հետ գալիս են նաև պարտականություններ։ Մեզ փորձում են համոզել, որ փորներդ կուշտ ապրեք, բանակ թող չլինի, ձեր տղաները թող չգնան զոհվեն, այսպես դրոշակներ են սարքել, հա, եւ դրոշակ են սարքել նաև Եռաբլուրը դրոշները չեն իջեցնում։ Բայց ոչ չի ասում թող գնան զոհվեն, բնականաբար է որ խաղաղություն հաստատվի, բայց սա շահարկման թեմա է դարձվում արդեն։ Իհարկե, եւ դա շահարկում են ամենանենգ ձևերով, խաղալով զգացմունքների վրա ժողովրդի։ Եվ այդ զգացմունքներն էլ եւ զգացմունքային ցավերն էլ շատ թարմ են պահում, վերքերը թարմ են պահում։ Տեսեք, վաղը չեմիս օրը սեպտեմբերի 27-ն է, հա, մեր ամենածանր եւ ամենակոնստաբեր պատերազմի սկսվելու օրը։ Ես սեպտեմբերի 27-ին 2020 թվականի անվարան գնացել եմ պատերազմ։ Իմ հետը գնացել են եկել են իմ երկու եղբայրները։ Հետս եկել են լիքը մարդիկ, որոնց ես նույնիսկ փողոցում կարող չհանդիպեի, որովհետեւ ընդհանրապես գործունեության տարբեր ոլորտներ են, հա մեկը հացթուխ է, մյուսը կոշկակար եւ այլն, բայց այդ մարդիկ անվարան եկել են պատերազմ։ Ինչի համար, որովհետեւ ոչ միայն պարտականություն ունեն, պարտականություն են զգացել, այլ նաև իրավունք են զգացել երկրի համար կանգնելու, զոհվողներ են եղել հենց իմ հետ եկողներից, հա, վիրավորներ էլ եւ այլն, բայց անտեսել այդ մարդկանց զոհողությունը, զոհաբերությունը, նվաստացնել, ստորացնել կամավորությունը, հրեշացնել կամավորությունը, ինչպես փորձում են անել, դա բայց հրեշացվում է դա։ Իհարկե, կամավորությունը չարիք է, ուղիղ մեջ են բերում վարչախմբի ղեկավարի խոսքերը։ Կամավորություն չպետք է լինի, կամավորության փոխարեն պետք է լինեն մասնագետներ, իհարկե իրենք ամեն ինչ անում, որպեսզի մասնագետները չլինեն, պրոֆեսիոնալ բանակը, տեսեք, այն ինչ որ մեջ են բերում, հա, պրոֆեսիոնալ բանակ ասելով, դա բոլոր ձևակերպումներով բացառում է զորակոչը։ Բայց եթե տեսնենք մենք ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվել անվտանգային եւ ինչպիսի ռազմատենչ հայտարարություններով են շարունակում հանդես գալ մեր ողերիմ հարևանները, այն օրը մեկը ասել էր, որ մենք մեզ իրավունք ենք վերապահում Հայաստանի տարածք մինչև 30 կիլոմետր խորանալ։ Պատկերացրեք, ինչ է նշանակում Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքից Հայաստանի տարածք մինչև 30 կիլոմետր խորանալ։ Դա նշանակում մնաց Կոտայքի մարզը։ Հա, Կոտայքի մարզը մնաց մի քիչ Արագածոտնից, մի քիչ Լոռիից, մի քիչ էլ Շիրակից, բայց մնացածը արդեն վերջ, հա, եւ իրենց հայտարարություններով իրենք ընդհանրապես սահմաններ իրենք չեն դնում եւ շատ անկեղծ են իրենց հայտարարություններում, շատ անկեղծ են իրենց մտադրություններով։ Գիտեք ինչի, որտեղ նպատակներ ունեն դրած։ Նպատակ ունեն դրած Հայաստանը վերացնել։ Եւ այսօրվա վարչախումբը պաշտոնապես իրենց հայտարարել է գործընկեր։ Իրենք պաշտոնական գործընկերներ են։ Այսօրվա վարչախումբը ինչ անում է հայ ազգի, հայկական պետականության շահերի դեմ։
Վերադառնանք, եթե վերադառնանք, ասենք, պաշտպանական բյուջեի ծախսերի կրճատմանը, եւ այդ կրճատումը, եթե լավ այսպես հաշվենք, համարյա 14% կրճատում է անում, հա, ուրեմն մենք այնքան դեռ ունենք տեղ ծախսելու պաշտպանական անվտանգային ամուր համակարգ ստեղծելու, հա, որ ոչ թե 14% կրճատենք, այլ 140% պիտի ավելացնենք ամեն տարի, որպեսզի ստեղծենք այնպիսի անվտանգության եւ պաշտպանության համակարգ, որ մեր հարևանները նույնիսկ չմտածեն էլ մեր վրա հարձակվելու համար, հարձակվելու մասին։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ կարողանանք զսպենք իրենց ախորժակները։ Կարողանանք ստեղծել այնպիսի հնարավորություն, որ մենք շատ երկար մտածենք եւ վերջո հրաժարվեն մեր նկատմամբ ռազմական ագրեսիայից։ Բայց այսօր ինչ անում վարչախումբը, լրիվ հակառակը, թույլատնում է մեր զգոնությունը, խաբում է մեզ, բայց դրա հետ միասին նաև պատերազմով շանտաժ է անում։ Եվ իհարկե, ասենք, Արարատի պատկերով Թուրքին նյարդայնացնելուց ընդամենը մեկ քայլ է պաշտպանական ծախսերը կրճատելը։ Եվ դա արվում է իհարկե թուրքերի պահանջով։ Իդեպ խոսեցիք, որ 5 տարին է նրանում պատերազմի սկսվելու, ազգային ժողովում նախաձեռնվել էր 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, եզրակացություն արդեն ուղարկվել է զեկույցը ազգային ժողովի նախագահին, որը բացահայտումներ կարծում եք կլինի, թե ոչ, որովհետև մինչև այդ զեկույցի սկսել է հանձնաժողով ձևավորվելը, մեծ այսպես ակնկալիքներ էր հանրության մոտ ձևավորվում եւ դա հատուկ էր արվում իշխանության կողմից, որ այս հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանը կտա, բայց մենք տեսնում ենք, որ հիմա լուռ են կարծես թե որևէ հստակ բացահայտումներ կամ այն ինչ որ ակնկալում էին իրենք բացահայտել չի հաջողվել կամ չկա։ Դե սկսենք վերջից, նախ այդ հանձնաժողովը օրենքի բազմաթիվ խախտումներ է թույլ տվել։ Եվ սկսվելուց հետո 1-2 անգամ երկարացվել է հանձնաժողովի գործունեության ժամկետը, դրանից անցել է մոտ 1 տարի։ Դա շատ նյութեր կային, պետք է ուսումնասիրեինք, չենք կարող։ Հիմա եթե օրինակ շատ նյութեր կային, հա, պետք է ամեն ինչ ուսումնասիրել, ինձ այդ հանձնաժողովը չի կանչել։ Ես նախապատերազմյան շրջանում, մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը, եղել եմ պաշտպանության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Եղել եմ, լավ, քաղաքականությունը չեմ իրականացնել, բայց վարչական հավանաբար խնդիրներ չեն տեսել կամ ինչով է բացատրվում դա։ Դե այն քիչ պաշտոնյանից եմ եղել նաև, որ նաև ուղիղ կերպով մասնակցել այդ պատերազմին, հա։ Ու առաջին օրից մինչև վերջի օրը եղել եմ առաջնագծում։ Ինձ էլ գոնե պետք է կանչեին հարցնեին։ Բայց տեսնում ենք նաև, որ ասենք Տոնյան Դավիթին կանչել են, հա, ինչ որ բուտաֆորիկ հարցաքննություն են այնտեղ իրականացրել, բայց ամենակարևոր հարցերին պատասխան չեն տվել։ Ինչու դադարեցվեց օրինակ զորակոչը։ Կամ ինչու եւ ԶԼՄ-ներն էլ իմիջայլոց այդ հարցերը պարտավոր են տալ։ Ինչու հոկտեմբերի 10-ին կնքված զինադադարը խախտվեց հայկական կողմի մեղքով։ Ինչու։ Ով էր դրա պատասխանը։ Իհարկե, փաստվել է, որ այդ հոկտեմբերի 10-ի զինադադարից հետո ամեն դեպքում փաստվել է մեր կողմից հնչած հայտարարություններով, որ Գանջայի օդանավակայանին հարված է կատարվել հրթիռային։ Հենց հոկտեմբերի 10-ի կնքված զինադադարից հետո։ 2 օր, մենք տեսել ենք հայտարարություն կա այդպեսի, թե խոսակցություններ։ Արծրուն Հովհաննիսյան։ Ով է տվել այդ հրամանները հրադադար խախտելու։ Ով է։ Չէ, որ իրենք են խախտել, դա եմ հարցնում։ Արեգ Հարությունյանն էլ այդ մասին խոսել, բայց որ Հայաստանն է խախտել։ Հայաստանն է խախտել։ Դրա մասին կան վկայություններ։ Բայց կան վկայություններ նաև այն մասին, ուղիղ հայտարարություններ, հա, պատերազմի ժամանակ նախապատրաստվող գործողությունների մասին արտասահմանյան ԶԼՄ-ներին հարցազրույցներ։ Այդ ով է տվել այդ իրավունքը։ Ով է իրավունքը տվել բացահայտել զորքերի գործողություններ կամ գործողությունների պլաններ։ Ով է տվել այդ հարցազրույցները։ Նիկոլ Փաշինյան։ Ուղիղ կերպով հարց տվել են կամ ԶԼՄ-ները շարունակում են արդյոք դրա մասին բարձրաձայնել։ Պետք է բարձրաձայնվեն այդ հարցերը։ Պետք է հստակ պատասխաններ տրվեն, թե ինչու օրինակ, հա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս գտնվող օտարերկրացիները պարտադիր հաշվառում չեն անցել ռազմական դրություն հայտարարելուց հետո։ Ինչ են արել։ Ազատ տեղաշարժվել են իրականում։ Մենք օրինակ խոսում ենք, ասենք, պատերազմի ժամանակ կամ ընդհանրապես ռազմական տեխնիկայի տեղաշարժը չնկարելու եւ սոցցանցերում չհրապարակելու մասին, հա, բայց արտասահմանյան համալիրներով եւ օտարերկրացի վարորդներով մեքենաները երևի տեսա նկարանող սարքերն էլ միացրած ազատ շրջել են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Ազատ, առանց որևէ վերահսկողության։ Միայն ասենք սահմանների մաքսային ձևակերպումներ են արել։
Բայց թե ինչ են իրենք նկարել ընթացքում, ասենք ամեն ինչ որ կարող էր տեսնել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նկարել են եւ վստահ եմ, եւ նկարել են եւ իրենց ծառայություններին, հատուկ ծառայություններին մեր ողերի հարևանների փոխանցել են։ Պետք է պատասխան տան օրինակ ինչու զորավարքային պլանները չեն իրականացվել։ Ինչու դադարեցվել է զորակոչը։ Դե միգուցե կա Ինչու դադարեցվել է հարցերի պատասխանները։ Այդ հարցերը նաեւ պետք է հանրային տիրույթում հնչեն։ Հա, ԶԼՄ-ները պետք է շարունակեն այդ հարցերը տալ, որպեսզի չպլստան։ Բայց նաեւ շատ լավ գիտենք, ասենք, որ այսօրվա իշխանությունը, որը որ այդ պատերազմի անհաջողությունների պատասխանատուն է եւ մեղավորը, ինքը ամեն ինչում շահագրգռված է, որպեսզի այդ հարցերը, այդ զեկույցում, նույնիսկ եթե արծարծվել են, այդ հարցերը հանրային հասարակություն չստանան։ Ուղիղ համոզված եմ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Զրուցակիցս Հայ Ակվե միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոփյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։